Հարուցված է քրեական գործ, երեխային գտան, սակայն պատասխան տալու ժամանակն է, դիտեք կարևորը հիմա։ Պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր որ երեխայի հորը կամ հարազատներին զանգահարել են կամ որևէ այլ ձևով ինֆորմացիա են փոխանցել երեխայի մասին, որոնք եղել են խուճապ առաջացնելու նպատակով, որևէ աղերս իրականության չեն ունեցել։ Շատ դեպքերում նրանց ասել են գնացեք այս ինչ տեղը նայեք, գյուղից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գնացել են, փնտրել են, չեն գտել։ Ավելի են ծանրացրել ընտանիքի եւ մեր հայրենակիցների վիճակը, կեղծ տեղեկատվություններ հաղորդելով ընտանիքի անդամներին, այդպիսով փրկարարների աշխատանքը միգուցե նաեւ դանդաղել է, որովհետեւ մի քանի օր, օրինակ 5 օր, 10 օր փնտրել են երեխային գետում ու չեն գտել։ Ստանալով պարբերաբար տեղեկատվություններ, որ երեխան գետում չէ, նրանց աշխատանքը կարող էր դրանից դանդաղել, նրանց միգուցե նաև նվիրումը այդ աշխատանքին կարող էր այլևս առաջվանը չլիներ։ Մի խոսքով նրանք կարող էին հիասթափվել եւ այդ աշխատանքները արդյունք չստանային։ Եվ միգուցե այդ տեղեկատվությունները չլինեին, երեխային ավելի շուտ կարող էին հանել գետից, իհարկե դրանում որևէ բան չէր փոխվելու, ավելի քիչ ընտանիքի անդամները միգուցե կտառապեին, գոնե կիմանային, որ իրենց երեխան գետն է ընկել եւ պատմությունը դրանով կվերջանար, ավելի ծանր էին տանում, երբ որ որևէ ինֆորմացիա չկար, երեխային առևանգել են, թե նա գետն էր ընկել, որևէ մեկը չգիտեր, հիմա գոնե գիտեն իրականությունը, անկախ ամեն ինչից դա որքանով է դաժան, միևնույն է մենք ունենք այնինչ որ ունենք, որևէ մեկը բնականաբար չի կարող որևէ բան փոխել, մենք էլ ենք ասում, որ ընտանիքի անդամների վիճակը այդքան էլ լավ չի, մեղմ ասած, եւ նաեւ գյուղի որոշ իրենց մտերիմ հարևանների, բարեկամների վիճակ կոչ ենք անում հայտնի հեղինակավոր հոգեբաններին, որոնք ունեն որոշակի նման փորձառություն, գնալ եւ իրենց աջակցությունը ցույց տալ, հոգեբանական սեանսներ փոքրիկ անցկացնեն նրանց հետ, նրանք այս ծանր վիճակում միայն ունեն հոգեբանական աջակցության կարիք։ Սա շատ կարևոր է եւ մենք զարմանում ենք իհարկե, բայց պետք է ասենք, որ պետությունը նման դեպքերում պետք է ինքը կազմակերպի։ Մենք տեսանք, որ 3 ներքին գործերի նախարարը գնաց անձամբ ցավակցելու երեխայի ընտանիքի անդամներին, սա ողջունելի է, որ ներքին գործերի նախարարը գնաց անձամբ, սա նաև իհարկե հոգեբանական աջակցության տեսակ է, բայց մենք կխնդրենք, որ կոնկրետ համակարգում կցված հոգեբաններ, որոնք աշխատում են համակարգի հետ, ներառվեն նաև նման դեպքերում, երբ որ տեղի է ունենում ողբերգություն, բացի այդ, պետությունը պետք է ապահովի մարդկանց անվտանգությունը անկախ ամեն ինչից։ Հետո որ ասում են մարդիկ իրենց տները պարիսպապատում են, մեղադրում են մարդկանց, որ ուրիշ երկրներում նման պարիսպներ չկա եւ այլն, փաստորեն մարդը իր սեփական պարիսպից, իր սեփական բակից, երբ որ դարպասը բացի ու դուրս գա հազարավոր վտանգներ, այդ մարդուն սպառնում են։ Ջրի կանալներ, վարարած գետեր, որոնք անցնում են իր տան մոտով, միգուցե վայրի գազաններ, որոնք անտառից են եկել, մանավանդ փոքր երեխաների համար շատ դաժան եւ ողբերգական սպառնալիքներ կան, որոնք չեն վերահսկվում։ Շատ հեշտ է ուղղակի այդ կանալը ինչ որ ցանցով փակել, գետի որոշ հատված, որը շփում ունի գյուղի հետ, այդ եւս փակել, որպեսզի երեխաները մոտ չգնան։ Եվ առհասարակ բոլոր համայնքներում նման մոտեցումներ պետքա լինեն։ Նաև ուզում ենք անդրադարձ կատարել Երևանի տարբեր կամուրջներից իրենց ցած գցողներին ինքնասպանության նպատակով այլ պետություններում կամուրջների տակ հենց կամուրջից սարքած, կամուրջին կցած կան ցանցեր, որ ինչքան էլ դու ուզում ես գցվում ես ու այդ ցանցը քեզ պահում է։ Կամ պետքա տեղադրվեն տեսախցիկներ, որ հենց որ մեկը ուզենա գցվի, հաղորդում տրվի մոտակա պարեկին եւ միանգամից պարեկը գնա օգնության։ Իհարկե դա այդքան էլ ինչ-որ չափով չի կարող փրկել, եթե մարդ եկավ միանգամից գցվեց, բայց տվյալ ցանցերը կարող են մարդկանց կյանքեր փրկել։
Եվ այսպես ուշադրություն ռուսներ եւ Ալիևի միջև հարաբերությունները լարվեցին։ Նախ Ալիևը հրաժարվեց գնալ Մոսկվա, չմասնակցեց մայիսի 9-ի տոնակատարությանը, Պուտինը անձամբ էր իհարկե հրավիրել, Փաշինյանը գնաց, Ալիևը չգնաց։ Հետո ասում են, թե հայերը ռուսների դեմ են գործում, հայերը ռուսների դեմ չեն գործում, այդ ռուսներն են Ալիևի կողմից ապտակ ստանում, իրենց նյարդային նոպաները թափում հայ ժողովրդի վրա։ Եթե Հայաստանը ռուսների դեմ բան ունենար, նախ չէր գնա Մոսկվա Փաշինյանը, հետո էլ Լավրովին Հայաստանում չէին դիմավորի, Ալիևը թքած ունի ձեր վրա, այդքան աջակցեցիք Ալիևին, հայ ժողովրդին ուրացակ, բռնեցիք թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքը, հիմա Ալիևը չի կատարում ձեր հրահանգները, մի բան էլ հակառակն է անում, աշխատում է ձեր իսկ դեմ, դուք չգիտեք թե ոնց հակադարձեք նրան, որովհետև դուք այնքան եք թուլացել, որ որևէ մի պետության վրա, բացի իհարկե Հայաստանից, ազդեցություն չեք կարող ունենալ։ Հայաստանին էլ տնտեսական ազդեցություն է, որը ողբերգական իհարկե չի կարող երբեք լինել, եթե ուզում եք կարող եք Հայաստանի տնտեսական պատերազմ հայտարարել, մեկը հայ ժողովուրդը արդեն ձեր դիմակը պատռել է, գիտենք թե ով է, բայց մենք իհարկե ձեր դեմ ոչ դուրս ենք գալու, ոչ էլ իհարկե ուզում ենք ձեր դեմ կռվել, որովհետև մենք ըստ էության պետքա նաև հարգենք հայ-ռուսական երկարամյա բարեկամությունը, պետքա հարգենք ռուս ժողովրդին եւ հայ ժողովրդին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ նաեւ մեր անցյալը իհարկե շատ կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ ռուսական այսօրվա ղեկավարության ամեն մի մեղադրանք պետքա խելոք կուլ տալ։ Զախարովային հարցնում են Ալիևի գործողությունների մասին, որ նախ չեկավ Պուտինի հրավերով մայիսի 9-ին Մոսկվա, հետո նաև ռուսական պետական լրատվության, պետական կառույցների դեմ Ադրբեջանի իշխանության կողմից այդ գործողությունները, որոնք կիրառվում են Բաքվում եւ Բաքվից դուրս։ Ասպա ոչինչ, մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք, Ալիևի հետ աշխատում ենք եւ մենք խնդիր չունենք, Ադրբեջանը մեր գործընկերն է։ Հարց են տալիս Հայաստանի մասին, ասելով, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ լարված են, այդտեղ արդեն կարող եք շներին կապել եւ բաց թողնել Զախարովային։ Մի խայտարակ հիստերիկ պահվածք հայ ժողովրդի նկատմամբ ուղղված մեղադրանքներ, մեզ ինչ ասես ասում են ռուսական եթերներում պետական ապարատի ներկայացուցիչները, ինչը որ անընդունելի է, հայ ժողովրդի պատիվը թույլ չի տալիս իհարկե չպատասխանել սրանց, եւ որ մի անգամ Ալեն Սիմոնյանը պատասխանում է, ասում են Ալեն Սիմոնյան ուզում է, որ մենք ռուսների հետ վատ լինենք։ Ոչ մեկ դա չի ուզում, դա ուզում են ռուսները տեսնում են, որ իրանք հայերին դավաճանեցին, օգնեցին Ադրբեջանի, որ Ադրբեջանը տիրանա Արցախին, բայց այսօր Ադրբեջանը թքած ունի